Առավել եւս մեր հասարակությունից։ Բանալայվեց այս թեմաները արդեն այլ հարցերի եք պատասխան ՀՏՄ-ում 3 հայտարարություն տարածվեց Հայաստանի վերաբերող եւ կարծեք ժամանակ տրվեց Հայաստանի իշխանություններին մինչեւ դեկտեմբերին ասեցին նորից կանդրադառնան Հայաստանի թեմային նախ այս իրավիճակը ինչպես եք դուք բնութագրում ինչ գնահատական ունեք այս պահին Հայաստան ընտրության արժեվը կարելի ասել նաեւ փակուղու արժև է Զելենսկի հայցից հետո շատ տրամաբանական էր, որ կլիներ հակազդեցություն։ Վերջի 8 տարիների ընթացքում այս իշխանությունը որևէ գործընկերային առևտրային հարաբերություն չի զարգացրել։ Մի օրինակով մեր ամենալավ դաշնակից երկրներից մեկը Ֆրանսիան է, չէ՞։ Հայաստանից Ֆրանսիա արտանումը Փաշինյանի կառավարման ժամանակ 20% ընկել է։ Ինքը չեն աշխատում մարդիկ ռեալ դուք կարող եք տեսնել մարդիկ չեն աշխատում լավ ռիլեր են անում պատմում են ինչ որ բախտի բերման հաջողությունների մասին պատմում են բյուջեից ոնց են փող ծախսել դա հերոսություն չի բյուջեից փող ծախսելը բայց չեն աշխատում որ գոնե 20% աճ լիներ 8 տարվա ընթացքում Ֆրանսիա արտանումը երբ որ դու չունես այլ գործընկեր մեր ասած ինչա դու չունես ուրիշ գործընկեր Դու ոնց ես հարաբերություն ռիսկի տակ դնում, քո ժողովրդին հարվածի տակ դնում։ Այն դեպքում, երբ նախարարը դուրս է գալիս, ասում է լոլիկի համար մենք քաղաքական դու ասա էկոնոմիկայի նախարար ես, դու պետքա քո պարտքնա գյուղացու մասին մտածես, դու նաև գյուղատնտեսության նախարար ես, նաև մի քանի ուրիշ նախարար ես։ Քո պարտքն կատարի, թող արտաքին գործերը զբաղվի արտաքին գործերի նախարարությամբ, առաջնահերթությամբ, եթե զբաղվում է։ Եվ մյուս հարցը կարևոր էկոնոմիկայի մասին։ Արևմտյան Ադրբեջանի իրենց կոնցեպցիայի մեջ մի հատ եւս մեկ տնտեսական վտանգավոր իրողություն կա, որի մասին մեր մամուլը չի նշել։ Ուրեմն ցեղասպանության օրերին, ցեղասպանության օրը կամ 24-ին կամ 1 օր հետո Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանում բացվել է Ադրբեջան իրենց կարծիքով արևմտյան Ադրբեջանի տնտեսության ամբիոն, որը ուսումնասիրելու է հանքային պաշարները։ Սա ինչ նշաններ է։ Մարդը ասում է լոլիկով ես պետքա չզբաղվեմ կամ լոլիկի առաջնահերթություն վաղը կոնյակն ասելու, մյուս օրը ծիրանն ասելու, բա դու ինչով պետքա զբաղվես, չեմ հասկանում։ Դու ռիլ պետքա մենակ հանես մեր բյուջեից, մեր վճարած հարկերից ինչ ես անում։ Իրանք լուրջ գործով այսքան ժամանակ ես ռեալ չեմ տեսել որ զբաղվում Լսում եմ, Ադրբեջանը ռուսական կողմը որ ասում են գազը կթանկացնեն, այստեղ իշխանությունը